Թումանյանի անվան այգում հայրիկներն են, ընտանիքի պաշտպանները, զավակների բարեկեցության համար անտրտունջ աշխատողները, մարդիկ, որոնք մեր կողքին են ամենադժվար պահերին։ Այսօր գործերը մի կողմ են թողել եւ երեխաների հետ մասնակցում են ինտերակտիվ խաղերի, նկարում լուսանկարում են։ Հայաստանում առաջին անգամ նշվում է հայրերի օրը։ Պապայից սովորում եմ, որ ինքը ինձ սպորտ է սովորացնում, որ ոնց ուժեղանամ եւ բարիություն։ Իսկ պապային վրա ինչ բառով կբնութագրես։ Բարի, ուժեղ, այդքան էլի։ Հայրերի օրը մեր տոնացույցում ամրագրվել էր նախորդ տարի։ Նախաձեռնության հեղինակը Զարուհի Բաթոյանն է։ Ասում է, տոնն ուղղված է երեխաների կյանքում հայրիկների դերի արժևորմանը, նաև հավասար ծնողավարման խթանմանը։ Երբ մենք խոսում ենք հավասարությունից, երբ մենք խոսում ենք հավասար հնարավորություններից, հետևաբար հայրը բնականաբար նույնքան պիտի հիշվի, հիշատակվի, որքան մայրը, իսկ մոր դեպքում մենք այդ առիթներն ունենք, թե օրենքով է սահմանված, թե մեր մշակույթում կարծում եմ, որ բավարար չափով այսպես իրականացվում է այդ հիշատակումը։ Բացի հայկական տոնացույցում հայրերի օրն ամրագրելը պետությունը ծնողների իրավունքների եւ պարտականությունների հավասարությանն ուղղված այլ ծրագրեր է իրականացնում։ Մենք մեր աշխատանքային օրենսգրքում ինտեգրեցինք հայրության արձակուրդ կոչվածը եւ մենք արդեն իսկ ունենք դեպքեր, երբ երեխայի ծնունդով պայմանավորված հայրիկները ստանձնում են այդ պատասխանատվությունը եւ վերցնում են իրենց հասանելիք արձակուրդի օրերը։ Փոխնախարարի խոսքով մեր հասարակությունը պետք է հաղթահարի կարծրատիպերը։ Դա կնպաստի ընտանիքի անդամների դերերի հավասար բաշխմանը։ Գաղտնիք չէ, որ ամուր ընտանիքը, ամուր համայնքը հանդիսանում են ամուր պետության երաշխիքները, իսկ ամուր ընտանիք ու ամուր համայնք ունենալու համար պետք է բացահայտել բոլոր ռեսուրսների կարողությունները եւ զարգացնել դրանք հավասարապես թե բեռը եւ թե առավելությունները բաշխելով երկու սեռերի միջեւ։ Միջոցառման կազմակերպիչները վստահ են, մի քանի տարի անց հայրերի տոնը մեծ տարածում է գտնելու ամբողջ Հայաստանում, հայ ընտանիքների համար դառնալով կարևոր եւ նշանակալի օրերից մեկը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։